Դուք գիտեք, որ Իրանը բանակցում է ոչինչի մասին, այսինքն այսօր կարդացի Reuters-ում ևս մեկ այլ ուշագրավ հոդված, որ իրանական կողմը ասում է, որ ամերիկյան կողմին փոխանցել է փաթեթ, փոխշահավետ համագործակցության, նավթի, գազի եւ մի շարք այլ ոլորտների հետ կապված, սա ուղղակի ժամանակ են ձգում երկու կողմերն, սա շատ հստակ երևում է, այսօր Իսրայելն էլ երկրի ուրեմն հյուսիս արևելյան հատվածներում նաև որոշակի զորավարժություններ անցկացնում արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց էվակուացնելու, տարհանելու հետ կապված ոստիկանության, շտաբ օգնության ուժերի, բանակի եւ թիկունքի հատուկ ծառայությունների մասնակցությամբ։ Այսինքն երկուստեք զորավարժությունները իրականացվում են, ինչպես դուք նշեցիք Հորմուզի նեղուցում Իրանը ռազմական զորավարժությունները իրականացնում, ամերիկյան Ջերարդ Ֆորդն էլ արդեն 3 օր է գալիս է տարածաշրջան, սպասենք մինչև նա տեղ կհասնի, ըստ նախնական տվյալների երևի մինչև մարտի առաջին կեսը արդեն այն կհասնի Մերձավոր Արևելք, փաստորեն նույնիսկ այս պայծրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր ուժեր ունի կուտակած տարածաշրջանում, քան 1990 թվականի վերջ, 91 թվականի սկիզբ Իրաքի դեմ տևած այդ կազմակերպված այդ պատերազմը Ամերիկայի եւ իր դաշնակիցների միջոցով։